Այսօր մայիսի 9-ն է հայրենական մեծ պատերազմում ֆաշիստական Գերմանիայի դեմ տարած պանծալի հաղթանակի 80-րդ տարեդարձը։ Հայրենական մեծ պատերազմում հայ ժողովուրդն իր մեծ ներդրումն ունեցավ ու քաջաբար պայքարեց հանուն խաղաղության։ Տարիներ շարունակ հայ ժողովուրդն այսօր նշում էր եռատոն, քանի որ 92 թվականից մեր օրացույցում մայիսի 9 նշանավորվեց նոր հաղթանակով, Շուշիի ազատագրումով եւ Արցախի բանակի կազմավորումով։ Արցախի կորստից հետո ցավոք հայ ժողովուրդը տոնում է միայն հայրենական մեծ պատերազմի հաղթանակը։ Թե Սարդարապատի դաշտում, թե հայրենականի ժամանակ իսկապես կարողացել ենք այդ ոգով կռվել եւ հաղթանակ ապահովել մեր ժողովրդի համար։ Այդ նույն ոգին էր նաեւ, որ ուղեկցեց մեզ 90-ականներին եւ մեր ֆիդայիները, մեր նորաստեղծ հայոց բանակը կռվեց ու ունեցավ Արցախյան առաջին պատերազմում հաղթանակ։ Այդ հաղթանակած ոգին մշտապես մեզ ուղեկից պիտի լինի կյանքի բոլոր հանգրվաններում։ Հայրենական մեծ պատերազմում զոհված ալավերցիների հիշատակը հավերժացնող հուշակոթողի մոտ ծաղիկներ խոնարհվեցին։ Այնուհետև մեկ րոպե լռությամբ ներկաները հարգեցին պատերազմում ընկածների հիշատակը։ Վստահ եմ, որ մեր բոլոր սերունդները հիշելու են ու պահպանելու են այդ հիշատակը, եւ սա ինչով է նաեւ կարեւոր, որ նմանատիպ դեպքեր երբեք չկրկնվեն։ Եթե մենք մոռանանք որևիցե մի անգամ այս հաղթանակի կարևորությունը, վստահ եմ, որ նմանատիպ դեպքեր կարող են կրկնվել։ Այսօր տոն է, ես սրտանց ուզում եմ շնորհավորեմ բոլորիս եւ իրականում պիտի չմոռանանք, ու պիտի ոչ թե տխրությամբ սա նշենք, այլ հենց ուղիղ ուրախությամբ, տոնի տրամադրությամբ, քանի որ շատ կարեւոր է, որ նաեւ դրանով մենք պահպանենք մեր զոհերի հիշատակը։ Հաղթանակի 80-ամյակի առիթով Ալավերդու տարածաշրջանի միակ վետերան Միշա Սահակյանին շնորհավորելու են եկել բազմաթիվ ալավերցիներ։ Պատերազմի վետերանների շարքերը տարեց տարի նվազել են։ Օրինակ 2005-ին Ալավերդիում եղել է 273 պատերազմի վետերան։ Արդեն մի քանի տարի հաղթանակի օրվա միակ հերոսը 99-ամյա Միշա Սահակյանն է։ Միշա պապիկը մեծ ցավ է ապրում կորցրած ընկերների համար, միաժամանակ հպարտանում տարած հաղթանակով ու պատմում ռազմաճակատային կյանքի էջերից։ Միշա պապը 1944-ին է զորակոչվել, մինչ այդ ահեղ պատերազմում զոհվել էին երկու եղբայրները։ Մասնակցել է Էլբայի Մագդեբուրգի մարտերին, հասել է Բեռլին, իսկ հաղթանակից հետո տեղափոխվել է Հեռավոր Արևելք, զորացրվել 1951-ին։ Երկու աղբերը զոհվեցին, այնտեղ վային կոմը կանչեց, թեպտիկն ասացվի խնդրեմ, ինչ անենք, ինչ որ ինձանից կախված, իմ բախտը բերեց, որ ես ռուսերենից լավ էի, պերևոդչիկ, պիսար, վերջում է հեռագրիչ, շուլավերից, պարավոզի վագոններով, ոնց որ խոզի նման մինչև Բրեստից էլ տեղավորեցին, որին Սվյազը, որին արտիլերիա, տարբեր տեղեր, Ստոպյատի отдельный полк связи, սկզբից տելեֆոնիստ, տելեգրաֆիստ, ստեղել է կասանային տելեգրաֆ, մեր ջահելներին առաջինը առողջություն, հաջողություն, ընտանիքում, աշխատանքում, Աստված բերե բարի աչքով նայի, մեր ժողովրդին մեղքեն էլ, այսքան ուկրայնացի կռսների հետ, արաշատ իրար հետ պայքարել եք, խաղաղության նման, հմ ես ինչ եք անում, խաղաղության նման լաբան, մեկ էլ խաղաղություն։ Մեծ հայրենականին մասնակցել են մոտ 600,000 հայորդիներ։ Հայերը ԽՍՀՄ ժողովուրդների շարքում 4-րդն էին բանակի եւ ռազմածովային նավատորմի գեներալների ու ծովակալների, ռազմաօդային ուժերի, հրետանային զորքերի սպաների կազմում եւ 6-րդ տեղում էին ԽՍՀՄ հերոսների ցանկում։ Կցանկանամ, որ մեր երիտասարդները այլևս այդպիսի ծանր օրեր չունենային։ Ուրախ եմ, որ 80 տարի հետո դեռևս մեր հիշողությունը չի ջնջվում այս արհավիրքի մասին տվյալները, տեղեկությունները, որովհետև յուրաքանչյուր ընտանիք իր կաշվի վրա զգացել է, թե ինչ է հայրենական մեծ պատերազմը
Եվ նման սարսափելի պատերազմ, չգիտեմ, աշխարհում վերջին 100 տարվա մեջ չի եղել, 20 միլիոն մարդ խոսքերով ենք ասում, բայց դա պատկերացնելը անհնարին է, ու իրոք, եթե պատերազմներ տեսած չես լինում, քո կաշի վրա զգացած չես լինում, խաղաղության գինը, արժեքը չես իմանում։ Մեր հայրենիները փառք իրենց, այդ թվում եւ իմ պապիկը մասնակցել են հայրենական մեծ պատերազմին եւ հաղթանակ են կերտել, քանի տարի էլ անցնի, սա երկարատև հիշվող, ասինքն բնության մեջ մարդը մնացած երևույթներից կենդանիներից տարբերվում է իր հիշողությամբ։ Մենք որքան հիշում ենք, նույնքան մենք կարող ենք մեր ապագան ճիշտ կազմակերպել եւ կերտել։ Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը պատմական կարևոր նշանակություն ունեցավ նաև հայ ժողովրդի համար, իսկ պատերազմի հերոսները ոգեշնչման աղբյուր հետագա սերունդների համար, որոնք կերտեցին նոր հաղթանակներ։ Ցավոք Արցախյան պատերազմի մասնակիցները հիմա կոտրված են, բայց նրանք վստահ են, որ մայիսյան հաղթանակները վերադարձվելու են հայ ժողովրդին ու հայն ապրելու ու արարելու է իր հողում։ Երևի Աստված մեզ պահել է մի նպատակով։ Ես վստահ եմ ու հավատում եմ եւ վայ են մարդին, հայ չեն մարդինց համար, որ չի հավատում, որ Արցախը վերադարձնելու ենք։ Վերադարձնելու ենք դեռ մի բան էլ ավելի։ Ցավոք խաղաղությունը հաճախ պարտադրվում է զոհերի գնով, իսկ հերոսների սխրանքը հավերժացնել է բոլորիս պարտքն է։ Պատերազմի հիշողությունը նաև մեր ընդհանուր պաշտպանությունն է անցյալի ողբերգությունների կրկնությունից, ասում են ալավերցիները։ Մերիկ Օրորյան, Դավիթ Թամազյան, անկյուն Գումարած 3 հեռուստաընկերության համար։